Փարիզյան արխիվի խորքերից համված պատյանում, որի կարմիր կնիքը կրում էր Secret Defense մակագրությունը, կային 52 էջ Ասալայի գործողությունների մասին, բայց 3 էջ բացակայում էին. էջ 19 կտրված սուր առարկայով, էջ 20 պատրված ամփույթ ձեռքով, էջ 21 ծալքված այնպես, որ բառերն անընթեռնելի էին։ Ովքեր էին այդ էջերում? Ովքեր արժանի էին, որ իրենց անունները բերվեին 1979 թվականից, երբ առաջին թուրք դիվանագետը ընկավ Վիեննայում։ Այդ էջերում գրված էր մի անուն, որը կդառնար լեգենդ, բայց ոչ այն պատճառով, ինչի համար այն փակվել էր պատյանում։ Մոնտե Մելկոնյանը երբեք չէր գիտի, որ նրա անունը կկարդան խորհրդավոր լռության մեջ երկու տարբեր աշխարհներում երկու տարբեր դեպքերի համար։ Առաջինը որպես ահաբեկիչ, երկրորդը որպես հերոս։ Բայց երբ դու էջեր ես թաքցնում, դու չես թաքցնում մարդկանց, դու թաքցնում ես հարցերը, որոնք նրանք տալիս են։ 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրությունը սկսեց մեծ ոչնչացումը, կային ականատեսներ, որոնք փորձում էին հաշվել անհամար մարմինները։ Բայց չկար մեկը, ով կհամարձակվեր հաշվել, թե քանի տարի պետք է անցնի, որպեսզի մարմինները դառնան վրեժի պատճառ։ 66 տարի։ Հենց այսքան ժամանակ անց 1981 թվականի սեպտեմբերի 24, երբ 5 ինքնանվիրված մարդ մտան Թուրքիայի դեսպանատուն Փարիզում, պատմությունը դարձավ դատական համակարգ։ Նրանք անվանեցին այս գործողությունը Օպերացիա Վան, հիշելով քաղաքը, որն ընկել էր օսմանյան թուրքերի ձեռքերից։ Բայց իրականում դա օպերացիա հիշողություն էր, որտեղ յուրաքանչյուր զինված մարդ կրում էր իր ընտանիքի ողբերգական պատմությունը, որպես անտեսանելի զրահ։ Հարստության մասին խոսելը միշտ անհարմար է, երբ պատմությունը լի է արյունով, բայց դա անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչու մի խումբ երիտասարդներ որոշեցին դառնալ պատմության պատժիչներ։ 1981 թվականին, երբ օպերացիա Վանը տեղի ունեցավ, Թուրքիայի դեսպանն ապրում էր Փարիզի ամենահարուստ թաղամասերից մեկում։ Նրա տարեկան եկամուտը գերազանցում էր 100,000 ֆրանկը, այն ժամանակ, երբ միջին հայ շինարարը Բեյրութում աշխատում էր օրական 10 ֆրանկի դիմաց, այդ տարբերությունը պարզապես թիվ չէր։ Այն խորհրդանիշ էր այն տարբերության, որը գոյություն ուներ ողջ պատմության ընթացքում։ Հայերը, որոնք փախել էին ցեղասպանությունից, ապրում էին արտաքսված հավերժական վիճակում, մինչդեռ նրանց կոտորողների ժառանգները վայելում էին դիվանագիտական անձեռնմխելիություն եւ պալատներ։ Բայց Ասալան, հայկական գաղտնի բանակը, Հայաստանի ազատագրության համար չէր պայքարում փողի համար։ Նրանք պայքարում էին ճանաչման համար, որպեսզի աշխարհը վերջապես ասի բառը, որը Թուրքիան մերժում էր ասել՝ ցեղասպանություն։ Մոնտե Մելկոնյանը միացավ այս շարժմանը 1980-ների գարնանը, երբ նա 24 տարեկան էր։ Նա որդին էր արևմտահայերի, ովքեր փրկվել էին մահից եւ տեղափոխվել Ամերիկա, Կալիֆոռնիայի Վիզալիա քաղաք։ Նրա ընտանիքում չկար մեկը, ով չլսած լիներ պապի կամ մոր պատմություններն այն մասին, թե ինչպես էին տեսել իրենց հարազատներին սպանվելիս։ Երբ Մոնտեն ավարտեց Բերքլիի համալսարանը, մասնագիտանալով հնագիտության եւ Ասիայի պատմության մեջ, նա արդեն իմանում էր, որ իր կյանքը չի լինի գրքերի եւ պեղումների մեջ։ Նա որոնում էր ապացույց, բայց ոչ թե հնամյա ավերակներից, այլ ներկա իրականությունից։ Երբ նա հասավ Բեյրութ 1978 թվականին, քաղաքը արդեն վեր էր ածխված քաղաքացիական պատերազմի կրակներով։ Բուրջ Համուդե հայկական թաղամասը պաշտպանելով ֆալանգիստ ուժերից, Մելկոնյանը ստացավ իր առաջին դասը, թե ինչ է նշանակում պայքարել անհավասար ուժերի դեմ։ Այնտեղ նա հանդիպեց այն մարդկանց, ովքեր արդեն գիտեին Ասալայի գաղտնի ուղիները։ Նրանք խոսում էին եվրոպական քաղաքների մասին, որտեղ թուրք դիվանագետներն ապրում էին հանգիստ կյանքով, մինչդեռ նրանց հայրերի եւ պապերի արյունը դեռ չէր չորացել հոգու վրա։ Այդ մարդիկ նպատակ ունեին բացատրել Ասալայիդ այդ մարդիկ նպատակ ունեին դարձնել աշխարհի ուշադրությունը Հայաստանի վրա, եւ նրանց մեթոդը բռնությունն էր։ Մոնտեն չէր հավատում բռնությանը որպես լուծման միակ ճանապարհի, բայց նա տեսավ, որ ցեղասպանության ժխտումը նույնպես բռնություն է, միայն թե ավելի դանդաղ եւ ավելի խորը։ Այս դուստրը հարթը տանում է դեպի այն տեղը, որտեղ պատմությունը ընդհանրապես սկսվում է։ Եթե մի ժողովուրդ կարող է սպանել 1,5 միլիոն մարդ եւ ապա ժխտել դա, որովհետև թե աշխարհը փակում է աչքերը, ինչու հետևյալ սերունդները չպետք է փորձեն վերականգնել արդարությունը իրենց ձեռքերով։ Սա ոչ թե արդարացում է ահաբեկչության համար, այլ հարց է, որը դեռ պատասխան չփունի։ Մոնտե Մելկոնյանը, ով կդառնար լեգենդ ոչ միայն որպես Ասալայի զինյալ, այլև որպես Արցախի ազատագրիչ, ուներ այս հարցը իր կյանքի կենտրոնում։ Նա երբեք չի պատասխանել դրան հասարակորեն, բայց նրա գործողությունները խոսում էին իրենց պատկերավոր լեզվով։
Առաջին հարցազրույցը, որը տրվեց Ասալայի անդամ կողմից 1980-ների սկզբին, փակ դռների հետևում էր, մռայլ պատասխանատուների աչքերի տակ։ 36 տարի հետո 1916 թվականին ֆրանսիական լրագրողը, ով վերցրել էր այդ հարցազրույցը արխիվներից, հրապարակեց այն առած գլխավոր էջի։ Առաջին էջը, որտեղ գրված էր անունը, բացակայում էր։ Բայց ձայնագրության մեջ մի ձայն էր, որն ասում էր բառեր այնպես ցուրտ հանգստությամբ, որ սառնարանային էր։ Մենք դատարան չենք։ Մենք արդար պատասխանի հնչեղություն ենք։ Այդ մարդը ով էր նա։ Ինչու նրա անունը պետք է թաքցնել։ Արդյոք դա պաշտպանություն էր նրան, թե նրանցից, ովքեր հետո կպաշտպանեին նրան։ Փարիզի օպերացիան, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 24, ոչ թե պատահական ընտրություն էր։ Նույն ամսվա 20-ին ֆրանսիական կառավարությունը արդեն ստացել էր նախազգուշական նամակ, որտեղ ասվում էր. եթե Թուրքիան շարունակի ժխտել ցեղասպանությունը եւ ստիպում է իր դաշնակիցներին մուլ լինել, մենք այլևս մուլ չենք լինի։ Այդ նամակը ստորագրել էր կազմակերպություն, որի անվան տակ կար մեկ խորհրդանշական բառ՝ Ասալա։ Պատմաբանները հետո կբանավիճեն, թե արդյոք սա իսկապես նախազգուշական հնարավորություն էր, թե պարզապես ուշադրություն հրավիրելու միջոց։ Բայց որևէ իրավաբան չէր կարող ժխտել, որ այդ նամակում խոսվում էր պաշտոնական հարցի մասին, որին տարիներ շարունակ չէին պատասխանում։ Մոնտեմելկոնյանը չէր մասնակցել այդ կոնկրետ օպերացիային, բայց նա արդեն ներգրավված էր կազմակերպության ներքին կյանքում։ Նա պատասխանատու էր լոգիստիկայի համար, ինչպես են գնդակները, զենքերը եւ փաստաթղթերը տեղափոխվում մի քաղաքից մյուսը, առանց ֆրանսիական կամ իտալական ոստիկանության ուշադրությունը գրավելու։ Սա աննշան աշխատանք էր, բայց առանց դրա բոլոր օպերացիաները անհնար էին։ Նա սովորում էր այն, ինչ քոլեջում երբեք չի սովորեցվել, ինչպես տեղափոխել մի քանի կիլոգրամ պայթուցիկ նյութ մեքենայի ներսում, որը արտաքինից պետք է հրաշալի թվար, կամ ինչպես փոխել անձնագիր 5 րոպեում։ Այս ամենի մեջ միշտ կար սպառնալիք, որ մի օր նրանք բոլորը ձերբակալվելու են եւ հարձակննվելու։ Բայց Մոնտեն գիտեր, որ այդ ռիսկը նրա նպատակի գինն է։ Օպերացիա Վանը տևեց 15 ժամ։ 5 զինյալ մարդ պահանջեցին, որ Թուրքիան ճանաչի չի ցեղասպանությունը եւ ազատ արձակի հայ քաղբանտարկյալներին։ Նրանք բարձրաձայնեցին անուններ, որոնք աշխարհը չէր լսել, բայց որոնք Հայաստանում յուրաքանչյուր երեխա գիտեր սրտիվ։ Թալիաթ Փաշա, Էնվեր Փաշա, Ջեմալ Փաշա, ցեղասպանության գլխավոր ճարտարապետները։ Այս անուններն արդեն լռություն էին դարձել պատմության մեջ, բայց Ասալան ուզում էր, որ նրանք հնչեն նորից, որպեսզի աշխարհը հիշի, որ դրանք ոչնչացման դատավորներ էին։ Երբ ֆրանսիական հատուկ ուժերը մտան դեսպանատուն, նրանք գտան մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Զինյալները կայուն էին, առանց հիստերիայի, առանց անվերահսկելի բարկության։ Նրանք խոսում էին այնպիսի հանգստությամբ, որ հենց դա ամենասարսափելին էր։ Նրանք գիտեին, որ պատմությունը նրանց կդատապարտի որպես ահաբեկիչներ, բայց նրանք նաև հավատում էին, որ առնվազն մի օր որևէ մեկը կհասկանա, որ նրանք չէին ինչ-որ անտրամաբանական հուզմունք։ Բայց այս պատմության մեջ կար երկրորդ հարկ։ Նույն տարվա ամսվա հետ Մելկոնյանը ձերբակալվեց Հռոմում, մեղադրված թուրք դիվանագետի սպանության մեջ։ Սա առաջին անգամ էր, որ նա հայտնվեց բանտում, բայց ոչ վերջինը։ Ձերբակալությունը տեղի ունեցավ փողոցում, երբ նա պարզապես քայլում էր դեպի հանդիպում։ Իտալական ոստիկանությունը ուներ Ինտերպոլյան տեղեկություն, որ նա կապված է Ասալայի հետ, բայց ապացույց չկար։ Նրա մոտ գտան կեղծ անձնագիր, որի անունը ոչինչ չէր նշանակում՝ Պիեր Գասպարյան։ Բայց երբ նրանք ստուգեցին նրա մատնահետքերը, նրանք իմացան, որ նա արդեն գրանցված էր որպես կասկածյալ ահաբեկիչ ֆրանսիական ինտելիջենսում։ Հարցաքննությունը տևեց 3 օր, բայց Մելկոնյանը մուլ էր մնացել։ Նա մեկ անգամ միայն խոսեց, երբ հարցաքննողը հարցրեց. «Դուք ատում եք թուրքերին»։ Նրա պատասխանը էր. «Ես ատում եմ մոռացությունը»։ Պայմաններն այնքան արագ փոխվեցին, որ հազիվ թե ոմն կարողանար հասկանալ։ Մոնտե Մելկոնյանը պետք է մնար բանտում մինչև դատը, բայց 1 ամիս հետո նա ազատ արձակվեց պայմանով, որ նա լքի Իտալիան։ Ինչի համար։ Պատասխանը եկավ 2 օր անց, երբ հետևյալ պայթյունը տեղի ունեցավ Միլանում։ Ասալան պայթեցրեց 15 տեղ 3 շաբաթվա ընթացքում՝ բանկեր, ավտոբուսներ, կառավարական շենքեր։ Վնասը մեծ չէր, բայց հաղորդագրությունը պարզ էր. եթե Մելկոնյանը չազատվի, Իտալիան կվերածվի առաջին գծում։ Իտալական կառավարությունը, որը չուզեց դառնալ մերձավոր արևելքի հակամարտության դաշտ, ընտրեց լռությունը եւ արագ ազատությունը։ Այս ոճը, որն անվանել են հոգեբանական պատերազմ, դարձավ Ասալայի հիմնական գործիք։ Բայց արդյոք դա արդյունավետ էր։
թե միայն ավելի մեծացնում էր հատուկափոխության ցիկլը։ Այս պատմության առաջին մասում մենք անդրադարձանք այն կապին, որը կապում էր 1915 թվականի ցեղասպանությունը 1981-ի վրեժխնդրությանը։ Բայց կա մի ավելի անհարմար հարց. արդյոք հայերը, ովքեր տարիներ շարունակ աղոթում էին քրիստոնեական եկեղեցիներում նրտությունի եւ ներման համար, ունեին իրավունք դիմել բռնության։ Այստեղ պատասխանը տրոհվում է երկու կողմը։ Մի կողմից ցեղասպանությունը չէր միայն անցյալ, այն շարունակական ժխտում էր, որը նշանակում էր, որ մեղավորները երբեք չէին պատժվի։ Մյուս կողմից ասալի գործողությունները վնաս էին հասցնում անմեղ մարդկանց, ովքեր ոչ մի կապ չունեին ցեղասպանության հետ։ Մոնտե Մելկոնյանը դեռ չգիտեր, որ նա իր կյանքի մյուս փուլում կդիմակայի այս հարցին ավելի խոր ձևով։ Արդյոք դուք պատկերացնում եք, թե ինչ կզգայիք, եթե ձեր պապի սպանության մասին աշխարհն ասեր, սա քննարկելի է։ Բայց ներսում ասալան արդեն ճեղքվում էր։ Մեթոդների տարբերությունները վերածվում էին անդունդի, նրանց միջև, ովքեր ուզում էին աշխարհի ուշադրությունը ցանկացած գնով, եւ նրանց միջև, ովքեր հիշում էին, որ նրանք չեն պայքարում ընդդեմ ժողովրդի, այլ ընդդեմ մոռացության։ Երբ գաղտնի այցելուն մտավ փարիզյան ապարտամենտ, 3 անդամների հետ հանդիպելու 3 օր առաջ տեղի էր ունեցել մի անսպասելի իրադարձություն, որը կփոխեր ասալայի ընդհանուր ռազմավարությունը։ Օրլիի օդանավակայանի պայփյունը 1983 թվականին 9 հուլիսի սպանել էր 8 քաղաքացիական անձի։ Այս գործողությունը պատասխանատու էր Հակոբ Հակոբյանը, նաև հայտնի որպես Միգրան Միգրանյան կամ Արթուր Տակուշյան, անունները, որոնք նա փոխում էր ամեն 6 ամիս։ Նա հավատում էր, որ միայն մեծ զոհերի միջոցով կարելի է հասնել միջազգային ճանաչման։ Բայց այս տեսակետը լրիվ հակասում էր Մոնտե Մելկոնյանի տեսակետին։ Ալբերտ Տորանյանը երբեք չէր պատմում այս պատմությունը առանց 1991 թվականի ապրիլի 21-ի մասին հին խոսելու։ Այդ օրը նա նստած էր Երևանի մի փոքրիկ սրճարանում, երբ նրա հեռախոսն զանգեց։ Ձայնը մյուս ծայրում ասաց միայն 3 բառ. Մոնտեն վերադարձել է։ Տորանյանը, ով տարիներ շարունակ աշխատել էր ասալայի քաղաքական թևում, հիշում էր, թե ինչպես էր իր սուրճի բաժակը ընկել սեղանի վրա։ Ոչ թե անակնկալությունից, այլ վախից։ Վախից, որ այն մարդը, որին նա ճանաչում էր որպես իդեալիստ, վերադարձել էր մի աշխարհ, որտեղ իդեալները սովորաբար մահանում են առաջինը։ Տորանյանի վկայությունը, որը նա տվեց 1996 թվականին, 4 տարի Մելկոնյանի մահից հետո, կտրտված էր այնպես, որ մարդ զգում էր, նա խոսում էր երկու մարդու մասին միևնույն անունով։ Առաջին Մոնտեն, ում նա հանդիպեց Բեյրութում 1980 թվականի գարնանը, եղել էր 22 տարեկան երիտասարդ, ով կարդում էր Մարքս եւ խոսում էր հեղափոխության մասին այնպիսի հույզով, որ մարդիկ հավատում էին, նա գիտե ինչ-որ գաղտնիք, որը մյուսները չգիտեն։ Երկրորդ Մոնտեն, ում նա հանդիպեց Փարիզում 1984 թվականին, եղել էր այլ մարդ, ով արդեն տեսել էր, թե ինչ է տալիս բռնությունը։ Նրա աչքերը ավելի խորն էին, ավելի մռայլ, եւ երբ նա խոսում էր, նրա ձայնում կար մի բան, որ նման էր հոգնածությանը, բայց ոչ թե մարմնի, այլ հոգու։ Նա ինձ ասաց, Տորանյանը վկայում էր ձայնագրության մեջ, որը պահվում էր Հայաստանյան ազգային արխիվում սեղմված կնիքով, որ օրեցօր նա ավելի քիչ հավատաց, որ թուրք դիվանագետների սպանությունը կբերի ցեղասպանության ճանաչում։ Նա ասաց, որ մենք կորցնում էինք ինչ-որ բան ավելի կարևոր՝ մեր մարդկայնությունը։ Այս խոստովանությունը տեղի ունեցավ Փարիզյան ապարտամենտում, որտեղ ասալայի ղեկավարությունը հավաքվել էր քննարկելու Օրլիի ողբերգությունը։ 8 մարդ էր մահացել, ոչ թե թուրք դիվանագետներ, այլ ֆրանսիացի ուղևորներ, ովքեր պարզապես ճանապարհորդում էին հանգստի։ Երեխաներ կային նրանց մեջ։ 2 տարեկան աղջիկ, որի անունը Մելանի Լեգրան, մահացել էր իր մոր գրկում, նախքան շտապ օգնությունը ժամանելը։ Մոնտե Մելկոնյանը այդ օրը ոչ մի խոսք չէր խոսել։ Նա միայն նայում էր պատին, որտեղ կախված էր հայկական դրոշ եւ ասալայի խորհրդանիշը, կարմիր աստղ ալիքավոր ֆոնի վրա։ Բայց երբ հանդիպումն ավարտվեց եւ բոլորը հեռացան, նա մնաց եւ նստեց Տորանյանի կողքին։ Իմացել ես, նա ասաց, որ այդ երեխայի մայրը հայուհի էր։ Նրա ազգանունը Պետրոսյան էր մինչև ամուսնանալը։ Մենք սպանեցինք մեր սեփական մարդուն։ Տորանյանը հիշում էր, որ այդ պահին Մոնտեի ձեռքերը դողում էին, եւ դա առաջին անգամն էր, երբ նա տեսնում էր նրան այդպես։ Դա չէր վախ, այլ ինչ-որ ավելի խորը, գիտակցում, որ նրանք անցել էին մի սահման, որտեղից հետ չկար։ Հաջորդ 6 ամիսների ընթացքում Մելկոնյանը պայքարեց ասալայի ներսում, փոխելու մեթոդները։ Նա ուզում էր, որ կազմակերպությունը հրաժարվի քաղաքացիական թիրախներից եւ կենտրոնանա միայն թուրքական ռազմական եւ դիվանագիտական օբյեկտների վրա։
Բայց Հակոբ Հակոբյանը, ով վերահսկում էր կազմակերպության ռազմական թևը, համարում էր, որ դա թուլություն է։ Թուրքերը սպանեցին մեր երեխաներին, նա ասաց մի հանդիպման ժամանակ։ Ինչու մենք պետք է խնայենք նրանց երեխաներին։ Այս տրամաբանությունը, որը հիմնվում էր վրեժխնդրության արդարացման վրա, լիովին հակասում էր Մելկոնյանի փիլիսոփայությանը։ Տորանյանը հիշում էր մի գիշեր, երբ Մոնտեն նրան տվեց մի գիրք՝ Ֆրանց Ֆանոնի «Երկրի անարատները»։ Էջ 129-ը ընդգծված էր կարմիր գրչով։ Այնտեղ գրված էր. բռնությունը, որը մտնում է ժողովրդի մեջ որպես ազատման գործիք, ընդմիշտ մնում է նրա մեջ որպես ոչնչացման վիրուս։ Մելկոնյանը գրել էր ծայրերին. արդյոք մենք դարձել ենք այն, ինչի դեմ պայքարում ենք։ Այս հարցը, որը նա երբեք բարձրաձայն չտվեց հանրային հարթակում, դարձավ նրա ներքին մղձավանջը, որովհետև նա հասկանում էր, եթե նրանք շարունակեն այս ուղին, հայերը կհիշվեն ոչ թե որպես ցեղասպանության զոհեր, այլ որպես ահաբեկիչներ։ 1985 թվականին, երբ Մելկոնյանը վերջապես ստեղծեց Ասալա Արեմ, հեղափոխական շարժումը, Տորանյանը գիտեր, որ դա ոչ թե քաղաքական ռազմավարություն էր, այլ բարոյական ապստամբություն։ Նոր կազմակերպությունը մերժեց քաղաքացիական թիրախները եւ հայտարարեց, որ պայքարը պետք է շարունակվի միայն օրինական ռազմական միջոցներով։ Բայց այդ ժամանակ արդեն ուշ էր։ Աշխարհի մամուլը արդեն կնքել էր Ասալան որպես ահաբեկչական կազմակերպություն, եւ Մելկոնյանի անունը գրված էր Ինտերպոլի կարմիր ցուցակում։ Երբ նա ձերբակալվեց Փարիզում 1985 թվականի նոյեմբերին, ֆրանսիական դատարանը դատապարտեց նրան 6 տարի բանտարկության, անօրինական զենքի պահեստի եւ կեղծ փաստաթղթերի համար։ Բայց իրական պատճառը այլ էր։ Ֆրանսիան ուզում էր ցույց տալ Թուրքիային, որ նա լրջորեն է վերաբերվում ահաբեկչության դեմ պայքարին։ Տորանյանի վերջին հանդիպումը Մելկոնյանի հետ տեղի ունեցավ Բանտում 1986 թվականի ձմռանը։ Նրանք խոսեցին 3 ժամ, եւ Տորանյանը հիշում էր, որ Մոնտեն ավելի հանգիստ էր, քան նախկինում։ Գուցե Բանտը հենց այնտեղն է, որտեղ ես պետք է լինեի, նա ասաց, որպեսզի վերջապես մտածեի, թե արդյոք մենք ճիշտ ուղի ընտրեցինք։ Նա հարցրեց Տորանյանին, թե արդյոք պատմությունը կների նրանց, եւ Տորանյանը չգիտեր, թե ինչ պատասխանել։ Որովհետև պատմությունը, ինչպես Մոնտեն ինքը ասաց, միշտ գրվում է հաղթողների կողմից, եւ հայերը դեռ չէին հաղթել։ Բայց Տորանյանի ամենակարևոր վկայությունը վերաբերում էր մի խոսակցության, որը տեղի ունեցավ 1988 թվականին, երբ Մելկոնյանը արդեն ազատ արձակված էր եւ տեղափոխվել հարավային Եմեն։ Նրանք հաղորդակցվում էին հեռախոսով, եւ Մոնտեն ասաց բան, որը Տորանյանը երբեք չէր մոռանա։ Եթե ես մի օր մեռնեմ պատերազմում, նա ասաց, մի ասա, որ ես մեռա հայրենիքի համար։ Ասա, որ ես մեռա հարցադրման համար, արդյոք կարող էր լինել մեկ այլ ճանապարհ։ Այս խոսքերը, որոնք Տորանյանը ձայնագրել էր իր անձնական օրագրում, երբեք չհրապարակվեցին պաշտոնական կենսագրություններում։ Բայց դրանք ամենաազնիվ վկայությունն էին այն մարդու մասին, ով դարձավ լեգենդ, առանց ինքը դա ուզելու։ Արդյոք վկայության ուժը նրանում է, որ մարդը խոսում է, թե նրանում, թե ինչի մասին է նա լռում։ Փարիզյան Սանտե Բանտի բժշկական արխիվում, որը հրապարակվեց միայն 1900 տասնյակ թվականին, 30 տարի անց, կար մի գրանցում, որը չէր համապատասխանում ստանդարտ ձևաչափին։ Բանտկալ համար 128 Պիեր Գասպարյան։ Սա Մոնտե Մելկոնյանի կեղծանունն էր։ 1986 թվականի դեկտեմբերի 15-ին ուներ բժշկական զննում, որը տևեց 3 ժամ։ Սովորական զննումը տևում էր 20 րոպե։ Ինչու այս բացառությունը։ Բժիշկը, որի անունը գրված էր որպես դոկտոր Ժան-Մարի Դելատուր, գրել էր նշում, որը սովորաբար չի գրվում բժշկական քարտերում։ Հիվանդը ունի ֆիզիկական վնասվածքներ, բայց ավելի շատ հոգեբանական արձագանք է պահանջում։ Դելատուրի հետնորդ հիշողությունները, որոնք նա տվեց անանուն հարցազրույցում ֆրանսիական մի ժուրնալիստի հետ 1992 թվականին, բացահայտում էին այն, ինչ պաշտոնական արխիվները թաքցնում էին։ Մելկոնյանը ներկայացել էր իր առաջին զննմանը ձեռքերի դող ունենալով, ոչ թե ֆիզիկական ցավից, այլ ինչ-որ այլ բանից։ Երբ Դելատուրը հարցրեց. «Դուք որևէ ցավ ունեք», Մելկոնյանը պատասխանեց. «Ոչ այնպիսին, որը դուք կարող եք բուժել»։ Այս պատասխանը ստիպեց բժշկին տալ ոչ ստանդարտ հարցեր։ Նա հարցրեց, թե արդյոք Բանտկալը ունի դժվարություններ քնելու հետ, եւ Մելկոնյանը պատասխանեց, որ նա ամեն գիշեր տեսնում է երազներ, որտեղ հանդիպում է այն մարդկանց, ովքեր մահացել են Ասալայի գործողությունների հետևանքով։ Դելատուրը, ով արդեն 33 տարի աշխատում էր բանտերում, երբեք չէր հանդիպել բանտարկյալի, ով այսպես բաց խոստովաներ իր մեղավորության զգացումը։ Սովորաբար ահաբեկիչները, ում նա զննել էր, կամ լիովին ժխտում էին իրենց արարքները, կամ արդարացնում դրանք իդեոլոգիական տրամաբանությամբ։ Բայց Մելկոնյանը տարբեր էր։
Նա խոսում էր այնպես, ասես փորձում են հասկանալ, թե ինչպես էր հասել այս կետին։ Ես 12 տարեկանում, նա ասաց բժշկին, իմացա, որ իմ պապը սպանվել է ցեղասպանության ժամանակ։ Իմ մայրը երբեք չխոսեց դրա մասին, բայց ես տեսա նրա աչքերում այդ ցավը։ Ես որոշեցի, որ երբեք չեմ թույլ տա, որ մեր ցավը մոռացվի։ Բայց հիմա ես չգիտեմ, արդյոք ես պահպանեցի հիշողությունը, թե պարզապես ստեղծեցի նոր ցավեր։ Բժիշկը գրել էր իր անձնական օրագրում, որը միայն 10 տարի հետո հրապարակվեց։ Այս մարդը չի համապատասխանում ահաբեկչի պրոֆիլին, որը ես սովորել եմ։ Նա ավելի նման է փիլիսոփայի, ով կորցրել է իր ուղին։ Դելատուրը սկսեց հանդիպել Մելկոնյանի հետ ամեն 2 շաբաթը մեկ, ոչ պաշտոնական զննումների համար, այլ ինչ-որ այլ բանի համար։ Նա փորձում էր հասկանալ, թե ինչպես մի մարդ, ով ձեռք է բերել համալսարանական կրթություն հնագիտության մեջ եւ սիրում էր կարդալ գրականություն, կարողացավ դառնալ զինված ապստամբ։ Պատասխանը, որը Մելկոնյանը տվեց, չէր պարզ։ Երբ դու ծնվում ես մի ընտանիքում, որտեղ բոլորը կլում են ոչնչացման հիշողություններ, նա ասաց, դու չես կարող շարունակել ապրել, ասես ոչինչ չի եղել։ Դու պետք է ընտրես կամ մոռանալ կամ գործել։ Ես ընտրեցի գործել, բայց հիմա ես հասկանում եմ, որ կար երրորդ տարբերակ՝ հիշել առանց վրեժ խնդրության։ Բժշկական քարտում կար նաև մի նշում, որը դժվար էր մեկնաբանել։ 1986 թվականի մարտի 25-ին Մելկոնյանը ներկայացավ բժշկին առանց կանչվելու։ Նա ասաց, որ ունի կծկող ցավեր կրծքավանդանդակում եւ խնդրեց լիարժեք հետազոտություն։ Դելատուրը կատարեց էլեկտրակարդիոգրամ եւ արյան քննություն, բայց ոչինչ չգտավ։ Մելկոնյանը ուշադիր լսեց արդյունքները եւ հետո ասաց բան, որը բժշկին անհանգստացրեց։ Լավ է, նա ասաց, ուրեմն ինձ հետ ֆիզիկապես ամեն ինչ կարգին է, բայց ինչ է դիտարկվում այն մարդու մահվան պատճառ, ով մեռնում է իր սեփական խիղճից։ Դելատուրը փորձեց հասկանալ, արդյոք դա ինքնասպանության միտք է, բայց Մելկոնյանը մերժեց։ Ոչ, նա ասաց, ես չեմ փախչի պատասխանատվությունից, բայց ես պետք է գիտեի, որ եթե մի օր ես ազատվեմ, ես պետք է գտնեմ միջոց փրկագնել այն, ինչ արել եմ։ Մարդու մարմինը սովորաբար արձագանքում է իշխանությանը 3 ձևով։ Առաջինը ադրենալինի աճ, երբ դու հրամայում ես եւ մարդիկ հնազանդվում են։ Երկրորդը կորտիզոլի բարձրացում, երբ դու գիտես, որ քո որոշումները կարող են սպանել մարդկանց։ Երրորդը սերոտոնինի անկում, երբ դու հասկանում ես, որ իշխանությունը միայն պատրանք է, քո ձեռքում կա զենք, բայց ոչ վերահսկողություն ապագայի նկատմամբ։ Մոնտե Մելկոնյանի մարմինը անցավ այս 3 փուլերը 1991 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի 3 թվականի հունիսը, 21 ամիս, որոնք վերածվեցին կենսաբանական փորձարկման։ Երբ նա առաջին անգամ ժամանեց Արցախ, նրա արյան ճնշումը չափվեց Ստեփանակերտի հիվանդանոցում 128/80։ Սա բարձր էր 34 տարեկան մարդու համար, բայց ոչ վտանգավոր։ 6 ամիս անց, երբ նա դարձավ Մարտունի շրջանի շտաբի ղեկավար, նրա ճնշումը հասավ 149/90։ Բժիշկը, ով զննեց նրան, խորհուրդ տվեց հանգիստ, բայց Մելկոնյանը մերժեց։ Ես կհանգստանամ, երբ Մաչկալաշենը ազատագրվի, նա ասաց։ Բայց Մաչկալաշենը ազատագրվեց 1992 թվականի ամռանը, եւ Մելկոնյանը չհանգստացավ։ Նա շարունակեց, որովհետև իշխանությունը, երբ մտնում է մարդու մեջ, չի դուրս գալիս հեշտությամբ։ Բայց ինչպիսին էր այդ իշխանությունը։ Պաշտոնական փաստաթղթերում գրված էր Մարտունի պաշտպանական շրջանի հրամանատար։ Բայց իրականում դա նշանակում էր, որ Մելկոնյանը պատասխանատու էր 350 կիլոմետր սահմանագծի համար, որտեղ ադրբեջանական բանակը ուներ 12 անգամ ավելի շատ զինված ուժեր։ Դա նշանակում էր, որ ամեն առավոտ նա արթնանում էր հարցով. քանի մարդ կմեռնի այսօր իմ հրամանների պատճառով։ Դա նշանակում էր, որ երբ նա նայում էր քարտեզին, նա չէր տեսնում գյուղեր եւ լեռներ, այլ տեսնում էր մարմինները, որոնք դեռ չէին ընկել, բայց արդեն նշանակված էին մահվան։ Արտուր Ալեքսանյանը, ով ծառայում էր Մելկոնյանի տակ որպես փոխգնդապետ, հիշում էր մի գիշեր, երբ նրանք նստած էին շտաբում եւ պլանավորում էին Բուզլուխի գործողությունը։ Մելկոնյանը նայում էր զինվորների ցուցակին, 6 անուն, ովքեր պետք է առաջին մտնեին գյուղ։ Նա գիտեր, որ վիճակագրորեն 2-ը չէին վերադառնա։ Ես տեսա, Ալեքսանյանը վկայեց 1994 թվականին, թե ինչպես նրա ձեռքը դողում էր, երբ նա ստորագրում էր հրամանը։ Նա ինձ նայեց եւ ասաց. Արդյոք Աստված ների ինձ, եթե ես ընտրեմ, թե ով պետք է մեռնի առաջինը։ Ես չգիտեի, թե ինչ պատասխանել։ Բայց իշխանությունը ոչ միայն մահվան ընտրություն է, դա նաև կյանքի ընտրություն է։ 1992 թվականի սեպտեմբերին, երբ Մաչկալաշենի ճակատում ադրբեջանական բանակը սկսեց հարձակում, Մելկոնյանը ստացավ հաղորդում, որ նրա զինվորներից մեկը, 19 տարեկան Արամ Գրիգորյանը, վիրավորվել է եւ կորցրել շատ արյուն։
Բժշկական էվակուացիան պահանջում էր 2 ժամ, բայց ճակատը կարող էր փլուզվել, եթե Մելկոնյանը հեռացներ զինվորներ փրկարարական գործողության համար։ Նա ընտրեց երկրորդը։ Արամ Գրիգորյանը փրկվեց, բայց այդ 2 ժամվա ընթացքում ադրբեջանական ուժերը առաջ անցան 3 կիլոմետր։ Հետո պահանջվեց 3 շաբաթ, որպեսզի վերականգնվի դիրքը, եւ այդ 3 շաբաթվա ընթացքում 11 զինվոր մահացավ։ Արդյոք Մելկոնյանը սխալվեց։ Արդյոք նա պետք է զոհաբերեր 1 մարդու կյանքը փրկելու 11-ը։ Սա հարց է, որը չունի պատասխան, բայց որը ամեն հրամանատար տանում է իր հետ գերեզման։ Ալեքսանյանը հիշում էր, որ երբ Արամ Գրիգորյանը վերադարձավ ճակատ 2 ամիս հետո, Մելկոնյանը գրկեց նրան եւ լաց եղավ։ Դա առաջին անգամն էր, Ալեքսանյանը ասաց, երբ ես տեսա նրան լացելիս։ Նա ասաց Արամին. «Ես չգիտեմ արդյոք ես ճիշտ արեցի, բայց ես չէի կարող թողնել, որ դու մեռնես, երբ ես կարող էի փրկել քեզ»։ Արամը պատասխանեց. «Հրամանատար, դուք փրկեցիք ինձ, բայց ես չգիտեմ, թե ինչու ես արժանի եմ, որ 11 մարդ մեռավ իմ փոխարեն»։ Այդ խոսակցությունը տևեց 5 րոպե, բայց ես երբեք չեմ մոռանա դրա ծանրությունը։ Իշխանության ֆիզիոլոգիան նաև ներառում է քնի կորուստը։ Մելկոնյանի ամենամոտ ընկերը Վազգեն Սարգսյանը, ով հետագայում դարձավ Հայաստանի պաշտպանության նախարար, վկայեց, որ Մոնտեն միջինում քնում էր 3 ժամ գիշերը։ Նա ասում էր, Սարգսյանը հիշում էր, որ երբ փակում է աչքերը, տեսնում է բոլոր այն մարդկանց, ովքեր մահացել են նրա հրամանների տակ։ Նա ասում էր, որ նրանք չեն մեղադրում նրան, բայց նրանց լռությունը ավելի ծանր է, քան ցանկացած մեղադրանք։ 1992 թվականի դեկտեմբերին, երբ Մելկոնյանը հոսպիտալացվեց սրտի ռիթմի խանգարման պատճառով, բժիշկը հարցրեց նրան. «Երբ վերջին անգամ լիարժեք քնեցիք»։ Մելկոնյանը մտածեց երկար եւ ասաց. 1988 թվականին, մինչև ես միանալը Ասալային։ Սա նշանակում էր, որ նա 13 տարի ապրել էր առանց իսկական հանգստի։ Բայց ամենասարսափելի մասը իշխանության ֆիզիոլոգիայի մեջ այն է, որ մարմինը սովորում է դրան։ Ադրենալինը դառնում է նորմալ, կորտիզոլը դառնում է ֆոն, սերոտոնինի անկումը դառնում է ընդունելի։ Մարդը դադարում է զգալ, թե ինչ է կորցնում, մինչև չափազանց ուշ է։ Մելկոնյանի վերջին բժշկական զննումը, որը տեղի ունեցավ 1993 թվականի մայիսին, ցույց տվեց, որ նրա սիրտը աշխատում էր 110% ծանրաբեռնվածությամբ։ Բժիշկը ասաց նրան, որ եթե նա չդադարեցնի, նրա սիրտը կդադարի աշխատել 1 տարվա ընթացքում։ Մելկոնյանը ժպտաց եւ ասաց. «1 տարի? Դա շատ ժամանակ է պատերազմում»։ Նա մեռավ 1 ամիս հետո, բայց ոչ սրտի կաթվածից, այլ ադրբեջանական դիպուկահարի գնդակից։ Արդյոք իշխանությունը սպանեց Մոնտե Մելկոնյանին նախքան գնդակը հասնելը նրան։ Երևանի ազգային արխիվի երկրորդ հարկում, սենյակ 211-ում կա պահարան, որը բացվում է 2 բանալիով։ Առաջին բանալին պահվում է արխիվի տնօրենի մոտ, երկրորդը պաշտպանության նախարարության ներկայացուցչի մոտ։ Այդ պահարանում կան 164 թղթապանակ, որոնք վերաբերում են Արցախյան պատերազմին, բայց թղթապանակ համար 56 բացակայում է։ Դրա փոխարեն կա սպիտակ թերթիկ, որի վրա գրված է դասակարգված մինչև 2045 թվական։ Ինչու հենց այդ թղթապանակը։ Ինչու հենց 22 տարի ավելի երկար, քան մյուսները։ Պատասխանը գտնվում է ոչ թե այն մեջ, ինչ գրված է, այլ այն մեջ, թե ով է խնդրել դասակարգումը։ 1994 թվականի մարտին, երբ Հայաստանի կառավարությունը որոշեց բացել Արցախյան պատերազմի արխիվները հանրությանը, 3 անձ ներկայացրին պաշտոնական խնդրանք, որոշակի փաստաթղթեր պահել փակ։ Առաջինը Ռոբերտ Քոչարյանը, այն ժամանակ Արցախի նախագահ։ Երկրորդը Վազգեն Սարգսյանը, Հայաստանի պաշտպանության նախարար։ Երրորդը անանուն անձ, որի ստորագրությունը անընթեռնելի էր, բայց որի պաշտոնը նշված էր որպես հատուկ ծառայությունների ներկայացուցիչ։ Այդ 3 ստորագրությունները բավարար էին, որպեսզի թղթապանակ 56-ը մնա փակ հաջորդ 50 տարի։ Բայց արխիվների լռությունը միշտ ավելի բարձրաձայն է, քան նրանց բովանդակությունը։ Երբ դու թաքցնում ես փաստաթուղթ, դու ոչ թե ջնջում ես պատմությունը, այլ ընդգծում ես, որ կա ինչ-որ բան, որը չպետք է իմանալ։ Լրագրող Արմեն Մարտիրոսյանը, ով 10 տարի փորձեց մուտք գործել այդ թղթապանակ, վկայեց 1914 թվականին. «Ես խոսեցի տասնյակ մարդկանց հետ, ովքեր ծառայել են Մելկոնյանի հետ։ Նրանցից յուրաքանչյուրը ասաց, որ կան բաներ, որոնք նրանք երբեք չեն պատմի։ Երբ ես հարցրի ինչու, նրանք ասացին. որովհետև աշխարհը դեռ պատրաստ չէ հասկանալու, թե ինչ գնով մենք հաղթեցինք»։ Ինչպիսին էր այդ գինը։ Պաշտոնական վիճակագրությունը ասում է, որ Արցախյան պատերազմում մահացավ 6000 հայ զինվոր, բայց ոչ պաշտոնական աղբյուրները, որոնք հիմնված են վկաների վկայությունների վրա, խոսում են 8000-ից մինչև 10000 զոհերի մասին։
Տարբերությունը 2000-ից 4-ից 4000 մարդ, ովքեր չեն գոյություն ունենում պաշտոնական գրանցումներում։ Ովքեր էին նրանք։ Ինչու նրանց անունները չեն գրված հուշարձանների վրա։ Մի վկա, ով խնդրեց մնալ անանուն, ասաց. նրանցից շատերը եկել էին այլ երկրներից, Լիբանանից, Սիրիայից, նույնիսկ Ֆրանսիայից։ Նրանք մահացան որպես կամավորներ, բայց նրանց մարմինները երբեք չվերադարձան իրենց ընտանիքներին։ Նրանք թաղվեցին Արցախում առանց անունների, որովհետև եթե աշխարհը իմանար, որ օտարերկրացիներ են մասնակցել, դա կդառնար միջազգային սկանդալ։ Մելկոնյանի դերը այս լռության մեջ էր հատկապես բարդ։ Որպես Ասալայի նախկին անդամ, նա ուներ կապեր ամբողջ աշխարհում՝ Լիբանանում, Սիրիայում, Իրանում, նույնիսկ հարավային Եմենում։ Երբ Արցախյան պատերազմը սկսվեց, նա օգտագործեց այդ կապերը, բերելու զենք, փող եւ մարդիկ։ Բայց այդ օգնությունը չէր անվճար։ Որոշ երկրներ պահանջում էին քաղաքական հավատարմություն, մյուսները ապագա առևտրային համաձայնություններ։ Հայաստանը, որը նոր անկախացել էր սովետական միությունից, չուներ ընտրություն։ Նա պետք է ընդուներ այդ պայմանները, բայց երբեք չպետք է հրապարակեր դրանք։ Արխիվների լռությունը նաև վերաբերում է այն գործողություններին, որոնք չեն համապատասխանում հերոսական պատմությանը։ 1992 թվականի հոկտեմբերին, երբ Մելկոնյանի ջոկատը մտավ Մանաշասիդ գյուղ, նրանք գտան ինչ-որ բան, որը չէր սպասվում։ Ադրբեջանական զինվորները արդեն հեռացել էին, բայց գյուղում մնացել էին 25 քաղաքացիական բնակիչներ, հիմնականում տարեցներ եւ երեխաներ։ Պաշտոնական զեկույցում գրված է, որ նրանք ապահով տեղափոխվեցին Ադրբեջան, բայց մի վկա, ով մասնակցել է այդ գործողությանը, ասաց այլ բան։ Մենք չունեինք ռեսուրսներ նրանց տեղափոխելու, նա ասաց։ Մելկոնյանը հրամայեց, որ նրանց տան ուտելիք եւ ջուր եւ թողնել նրանց գյուղում։ Բայց երբ մենք հեռացանք, ադրբեջանական հրետանին սկսեց կրակել գյուղի վրա։ Ես չգիտեմ, թե արդյոք նրանք փրկվեցին։ Այս պատմությունը երբեք չհաստատվեց, բայց նաև երբեք չհերքվեց։ Դա մնաց արխիվների լռության մեջ, որպես հարց, որը երբեք չի պատասխանվի։ Բայց այն ցույց է տալիս, որ պատերազմը ոչ միայն հերոսություն է, այլ նաև անհնարին ընտրություններ, որտեղ ճիշտ պատասխան չկա։ Մելկոնյանը գիտեր դա ավելի լավ, քան ցանկացած ոք, եւ հենց դրա համար է նա երբեք չխոսեց հրապարակայնորեն իր գործողությունների մասին։ Բայց արխիվների ամենամեծ լռությունը վերաբերում է Մելկոնյանի մահվան հանգամանքներին։ Պաշտոնական տարբերակը ասում է, որ նա սպանվեց 1993 թվականի հունիսի 12-ին Մերձավոր Արևելքի ժամանակով 11 ժամին Մարզիլի գյուղի մոտ ադրբեջանական դիպուկահարի գնդակից։ Բայց կան վկաներ, ովքեր ասում են, որ ժամանակը տարբեր էր՝ 10 ժամ 30 րոպե։ Կան վկաներ, ովքեր ասում են, որ տեղը տարբեր էր, ոչ թե Մարզիլի, այլ Աղդամի ճանապարհին։ Կան նույնիսկ վկաներ, ովքեր ասում են, որ գնդակը եկավ ոչ թե ադրբեջանական դիրքերից, այլ ուղղությունից։ Այս տարբերությունները կարող են թվալ մանր, բայց դրանք կարևոր են, որովհետև եթե ժամանակը, տեղը կամ ուղղությունը տարբեր են, ապա ամբողջ պատմությունը փոխվում է։ Արդյոք Մելկոնյանը սպանվեց պատահականությամբ, թե նա նպատակաբանորեն ընտրվեց որպես թիրախ։ Արդյոք նա մեռավ հերոսի մահով, թե նա զոհ դարձավ ինչ-որ ավելի բարդ խաղի։ Այս հարցերը մնում են անպատասխան, որովհետև թղթապանակ 56-ը փակ է մինչև 1945 թվականը։ Արդյոք արխիվների լռությունը պաշտպանում է ճշմարտությունը, թե թաքցնում է այն։ Մարդու կյանքում կա մի պահ, երբ նա հասկանում է, որ իր բոլոր ընտրությունները տանում են դեպի մեկ վերջնական կետ։ Մոնտե Մելկոնյանի համար այդ պահը եկավ 1993 թվականի մայիսի 28-ին, երբ նա նստած էր Ստեփանակերտի շտաբում եւ նայում էր քարտեզին։ Կարմիր գծերը ցույց էին տալիս հայկական դիրքերը, կապույտները, ադրբեջանականները։ Բայց Մելկոնյանը չէր նայում գծերին, նա նայում էր տարածությանը դրանց միջև։ Մի տարածություն, որը քարտեզի վրա դատարկ էր, բայց իրականում լի էր ականներով, դիակներով եւ հարցերով, որոնց պատասխան չկար։ Վազգեն Սարգսյանը, ով մտավ սենյակ այդ պահին, հիշում էր, որ Մելկոնյանը խոսեց առանց նրան նայելու։ Վազգեն, նա ասաց, քանի մարդ է արժե 1 կիլոմետր հող։ Սարգսյանը չպատասխանեց, որովհետև նա գիտեր, որ դա հարց չէր, այլ մտածում բարձրաձայն։ Մելկոնյանը շարունակեց. Մենք արդեն ազատագրել ենք Մարտունին, Մարտակերտը, Կելբաջարը, բայց ամեն անգամ, երբ մենք առաջ ենք գնում, ես հարցնում եմ ինձ, արդյոք այս հողը արժե այն արյունը, որը մենք թափում ենք դրա համար։ Սարգսյանը նստեց նրա կողքին եւ ասաց. Մոնտե, դու չես կարող մտածել այդպես։ Մենք պայքարում ենք ոչ թե հողի համար, այլ մեր ժողովրդի ապագայի համար։ Բայց Մելկոնյանը շրջվեց եւ նայեց նրան այնպիսի հայացքով, որը Սարգսյանը նկարագրեց որպես դատարկություն։ Ապագայի համար, Մելկոնյանը կրկնեց. բայց ինչ ապագա մենք կառուցում ենք,
եթե այն հիմնված է մահվան վրա։ Ես 13 տարի պայքարել եմ, սկզբում ասալաում, հիմա այստեղ։ Ես տեսել եմ հարյուրավոր մարդկանց մահանալիս։ Ես ամեն անգամ ինձ ասել եմ, սա վերջին անգամն է, բայց դա երբեք վերջին անգամը չէ։ Այս խոսակցությունը, որը Սարգսյանը վկայեց 1996 թվականին, բացահայտում էր Մելկոնյանի ներքին պայքարը։ Նա չէր կասկածում Արցախի ազատագրման անհրաժեշտության մեջ, բայց նա կասկածում էր մեթոդների մեջ։ Նա տեսնում էր, որ ամեն հաղթանակ ուներ գին, եւ այդ գինը վճարվում էր ոչ թե փողով, այլ երիտասարդ կյանքերով։ 19 տարեկան տղաներ, ովքեր պետք է ուսումնասիրեին համալսարանում, փոխարենը մահանում էին ճակատում։ 20 տարեկան աղջիկներ, ովքեր պետք է ամուսնանային եւ ունենային երեխաներ, փոխարենը դառնում էին այրիներ, առանց երբևէ ամուսնացած լինելու։ Բայց Մելկոնյանի ամենամեծ վախը չէր մահը, այլ այն, որ մահը կդառնար նորմալ։ Նա տեսնում էր, թե ինչպես զինվորները սովորում էին չզգալ, երբ իրենց ընկերները մահանում էին։ Նա տեսնում էր, թե ինչպես մարդիկ սկսում էին խոսել դիակների մասին այնպես, ասես դրանք թվեր լինեին, ոչ թե մարդիկ։ Նա տեսնում էր, թե ինչպես պատերազմը փոխում էր մարդկանց, դարձնելով նրանց ավելի կոշտ, ավելի սառը, ավելի քիչ մարդկային։ Եվ նա վախենում էր, որ եթե պատերազմը շարունակվի դեռ երկար, հայերը կկորցնեն այն, ինչը նրանց դարձնում էր հայեր, նրանց մարդկայնությունը։ Հունիսի 12-ի առավոտյան Մելկոնյանը արթնացավ 6 ժամին։ Նա ուներ երազ, որը նա պատմեց իր վարորդին Արամ Աբրահամյանին։ Ես տեսա, նա ասաց, որ ես քայլում էի դաշտով, եւ ամեն քայլից հետո հողը բացվում էր եւ ցույց էր տալիս դիակներ։ Ոչ թե ադրբեջանական, ոչ թե հայկական, այլ պարզապես դիակներ, առած ազգության։ Եվ ես հասկացա, որ բոլոր այդ մարդիկ մեռել են, որովհետև մենք չկարողացանք գտնել այլ ճանապարհ։ Աբրահամյանը հարցրեց. հրամանատար, դուք վախենում եք։ Մելկոնյանը ժպտաց եւ ասաց. ոչ մահից, բայց ես վախենում եմ, որ իմ մահը կլինի անիմաստ։ Ես վախենում եմ, որ մարդիկ կհիշեն ինձ որպես հերոս, բայց կմոռանան հարցը, որը ես տանում եմ իմ հետ. արդյոք կարող էր լինել այլ ճանապարհ։ Այդ օրը ժամը 11-ին, երբ Մելկոնյանի ջիպը շարժվում էր Մարզիլի ուղղությամբ, նա նստած էր առջևի նստատեղում եւ կարդում էր գիրք։ Դա Վիկտոր Հյուգոյի խեղճերը էր, որը նա կարդացել էր տասնյակ անգամներ։ Նա բացել էր H 519, որտեղ Ժան Վալժանը մտածում է իր կյանքի մասին։ Մելկոնյանը ընդգծել էր մի նախադասություն կարմիր գրչով. մարդու կյանքի ամենամեծ հարցը ոչ թե այն է, թե ինչ է նա արել, այլ այն է, թե ինչու է նա դա արել։ Երբ գնդակը հարվածեց նրան, գիրքը ընկավ գետնին։ H 519 մնաց բացված, եւ արյունը թրջեց այն նախադասությունը, որը Մելկոնյանը ընդգծել էր։ Աբրահամյանը, ով վիրավորվեց, բայց փրկվեց, հիշում էր, որ վերջին բանը, որը Մելկոնյանը ասաց էր, պահիր գիրքը։ Բայց երբ Աբրահամյանը փորձեց վերցնել այն, Մելկոնյանը արդեն մեռել էր։ Մահը ընտրեց հերոսին, կամ հերոսը մատնեց ինքն իրեն դրան։ 3 տարի անց 1996-996 թվականին Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց Մոնտե Մելկոնյանին ազգային հերոս։ Արարողությունը տեղի ունեցավ Երևանի Հանրապետության հրապարակում, որտեղ հավաքվել էին 10,000 մարդ։ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց խոսք, որտեղ նա անվանեց Մելկոնյանին անվախ ազատամարտիկ, ով զոհաբերեց իր կյանքը հայրենիքի համար։ Բայց այդ խոսքերում չկար նշում Ասալայի մասին, չկար նշում 24 թուրք դիվանագետների մասին, չկար նշում Օրլիի օդանավակայանի 8 զոհերի մասին։ Պատմությունը, ինչպես միշտ, ընտրում է, թե ինչ հիշել եւ ինչ մոռանալ։ Մելկոնյանի դեպքում այդ ընտրությունը հատկապես բարդ էր, որովհետև նրա կյանքը ուներ երկու մաս, որոնք հակասում էին միմյանց։ Առաջին մասը Ասալայի զինյալ, ով մասնակցել էր ահաբեկչական գործողություններին Եվրոպայում։ Երկրորդ մասը Արցախի պաշտպան, ով մարտնչել էր իր ժողովրդի ազատության համար։ Ինչպես կարելի է հաշտեցնել այս երկու պատկերները։ Ինչպես կարելի է ասել, որ նույն մարդը, ով մասնակցել է բռնության, որը սպանել է անմեղ մարդկանց, նաև հերոս է։ Պատասխանը կախված է նրանից, թե ով է դատում։ Հայաստանում Մելկոնյանը դիտվում է որպես լեգենդ, որի անունը կրում են փողոցներ, դպրոցներ եւ հուշարձաններ։ Թուրքիայում նա դիտվում է որպես ահաբեկիչ, որի գործողությունները սպանել են նրանց քաղաքացիներին։ Ֆրանսիայում նա դիտվում է որպես հանցագործ, ով խախտել է օրենքը։ Բայց ով է ճիշտ։ Ով ունի իրավունք դատելու։ Ֆրանսիացի պատմաբան Ժակ Դերիդան, ով ուսումնասիրել է Մելկոնյանի գործը, գրել է 1998 թվականին. Մելկոնյանի պատմությունը ցույց է տալիս, որ պատմությունը ոչ թե ճշմարտություն է, այլ պատմություն։ Այն, ինչ մենք անվանում ենք ճշմարտություն, իրականում ընտրություն է, թե որ փաստերը ներառել եւ որոնք բաց թողնել։ Այս տեսակետը բացատրում է, թե ինչու Մելկոնյանի պատմությունը այդքան տարբեր է պատմվում տարբեր երկրներում։
Յուրաքանչյուր երկիր ընտրում է այն մասը, որը համապատասխանում է իր պատմությանը։ Բայց կա մի խումբ մարդիկ, ովքեր չեն ընտրում։ Դրանք այն մարդիկ են, ովքեր ապրել են Մելկոնյանի գործողությունների հետևանքները։ Մելանի Լեգրանի հայրը, ով կորցրեց իր 2 տարեկան դուստրը Օրլիի պայթյունում, տվեց հարցազրույց 1995 թվականին։ Ես չեմ կարող ներել, նա ասաց։ Իմ դուստրը չուներ ոչ մի կապ Թուրքիայի հետ, ոչ մի կապ ցեղասպանության հետ։ Նա պարզապես երեխա էր, ով ուզում էր տեսնել իր տատիկին։ Ինչու նա պետք է մեռներ ինչ-որ մեկի վրեժ խնդրության համար։ Լեգրանի խոսքերը տանում են դեպի ավելի խորը հարց։ 1915 թվականից մինչև 1981 թվականը անցել է 66 տարի։ 66 տարի անարդարության, 66 տարի լռության։ Երբ Մելկոնյանի սերունդը ծնվեց, նրանց պատմեցին պատմություն 1500 զոհերի մասին, ովքեր երբեք արդարություն չստացան։ Նրանց տատիկներն ու պապիկները, ովքեր փրկվեցին, պատմում էին սարսափներ, որոնք աշխարհը ժխտում էր։ Արդյոք 66 տարի բավարար ժամանակ է, որպեսզի զոհերի սերունդները դիմեն բռնության։ Թե կա ժամկետ, որից հետո վրեժխնդրությունը դադարում է լինել արդարացված։ Այս հարցերը չունեն պարզ պատասխաններ, բայց դրանք հարցեր են, որոնք պետք է տրվեն, եթե մենք ուզում ենք հասկանալ Մելկոնյանի պատմությունը։ Պատմությունը միաժամանակ դատավոր է եւ վկա։ Նա դատում է այն, ինչ տեսել է, բայց նաեւ ապրում է նրանց հետ, ովքեր տուժել են։ Բայց եթե մենք պետք է անվանենք մեկին չարագործ այս պատմության մեջ, ով կլինի դա։ Պատասխանը կախված է նրանից, թե որտեղից ես նայում։ Եթե դու նայում ես 1915 թվականից, չարագործը Օսմանյան կայսրությունն է, որը կազմակերպեց ցեղասպանությունը։ Եթե դու նայում ես 1981 թվականից, չարագործը Ասալան է, որը սպանեց անմեղ մարդկանց։ Եթե դու նայում ես 1991 թվականից, չարագործը Ադրբեջանն է, որը սկսեց էթնիկ զտումը։ Բայց եթե դու նայում ես ավելի խորը, դու կտեսնես, որ իսկական չարագործը ոչ մի երկիր չէ, ոչ մի կազմակերպություն, այլ ինչ-որ ավելի վերացական։ Իսկական չարագործը համակարգն է, որը թույլ է տալիս, որ ցեղասպանությունները տեղի ունենան եւ ապա ժխտվեն։ Համակարգը, որը թույլ է տալիս, որ հզոր երկրները սպանեն թույլ ժողովուրդներին եւ ապա գրեն պատմություն այնպես, ասես ոչինչ չի եղել։ Համակարգը, որը թույլ է տալիս, որ արդարությունը լինի ընտրովի, կիրառվի միայն նրանց նկատմամբ, ովքեր չունեն ուժ պաշտպանվելու։ 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրությունը սկսեց ցեղասպանությունը, միջազգային հանրությունը գիտեր դրա մասին։ Ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն ուղարկեց հեռագրեր Վաշինգտոն, նկարագրելով սարսափները։ Գերմանական զինվորները, ովքեր դաշնակից էին Օսմանյան կայսրությանը, տեսան կոտորածները եւ գրեցին զեկույցներ։ Բրիտանական լրագրողները հրապարակեցին հոդվածներ։ Բայց ոչ ոք չկանգնեցրեց դա։ Ինչու՞։ Որովհետև Օսմանյան կայսրությունը դաշնակից էր Գերմանիայի, եւ Գերմանիան հզոր էր։ Որովհետև միջամտությունը կնշանակեր պատերազմ, եւ ոչ ոք չուզեց պատերազմ։ Որովհետև հայերը փոքր ժողովուրդ էին, եւ փոքր ժողովուրդներ ժողովուրդերի կյանքները չէին արժե մեծ ուժերի հարաբերությունները վտանգելը։ Այս տրամաբանությունը, որը թույլ տվեց ցեղասպանությունը, նույն տրամաբանությունն է, որը թույլ տվեց դրա ժխտումը։ 1921 թվականին, երբ Թուրքիան դարձավ Թուրքիական Հանրապետություն, նոր կառավարությունը մերժեց ճանաչել ցեղասպանությունը։ Միջազգային հանրությունը կարող էր ճնշել Թուրքիային, բայց չարեց։ Ինչու՞։ Որովհետև Թուրքիան ռազմավարական դաշնակից էր։ Որովհետև Թուրքիան վերահսկում էր կարևոր ջրանցքներ։ Որովհետև Թուրքիան անդամ էր ՆԱՏՕ-ի։ Որովհետև քաղաքականությունը կարևոր էր, քան արդարությունը։ Այս համակարգը, որը գնահատում է ուժը ավելի քան ճշմարտությունը, ստեղծեց պայմաններ, որոնք ծնեցին Ասալան։ Երբ մի ժողովուրդ տեսնում է, որ արդարությունը անհասանելի է օրինական միջոցներով, որոշ մարդիկ դիմում են անօրինական միջոցների։ Սա ոչ թե արդարացում է ահաբեկչության համար, այլ բացատրություն։ Ասալան ծնվեց ոչ թե դատարկությունից, այլ հուսահատությունից։ Հուսահատությունից, որ աշխարհը երբեք չի լսի հայերի ձայնը, եթե նրանք չստիպեն աշխարհին լսել։ Բայց Ասալայի մեթոդները, որոնք ներառում էին քաղաքացիական թիրախների հարձակումները, ստեղծեցին նոր անարդարություն։ Մելանի Լեգրանը, 2 տարեկան աղջիկը, ով մահացավ Օրլիում, չէր պատասխանատու ցեղասպանության համար։ Նրա մահը չբերեց ճանաչում, այլ միայն ավելի շատ ատելություն։ Այս ցիկլը անարդարություն, վրեժխնդրություն, նոր անարդարություն համակարգի արդյունք է, որը չի լուծում հիմնական խնդիրը։ Իսկական չարագործը այն մտածելակերպն է, որը թույլ է տալիս, որ մարդիկ դասակարգվեն ըստ իրենց ազգության, կրոնի կամ ուժի։ Մտածելակերպը, որը ասում է, որ որոշ կյանքեր ավելի արժեքավոր են, քան մյուսները։ Մտածելակերպը, որը թույլ է տալիս, որ պատմությունը գրվի հաղթողների կողմից եւ պարտվողների ձայնը լռեցվի։
Մոնտե Մելկոնյանը հասկանում էր դա։ Նրա վերջին տարիներին նա խոսում էր ոչ թե վրեժխնդրության մասին, այլ արդարության մասին։ Նա ուզում էր, որ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը ոչ թե որպեսզի հայերը կարողանան վրեժ լուծել, այլ որպեսզի այն երբեք չկրկնվի։ Նա ուզում էր, որ Արցախը ազատ լինի, ոչ թե որպեսզի հայերը կարողանան տիրել ադրբեջանցիներին, այլ որպեսզի հայերը կարողանան ապրել խաղաղությամբ։ Նա ուզում էր, որ պատմությունը դադարի լինել պատերազմ։